Եթե չեմ սխալվում, Միացյալ Էմիրություններում գտնվող մեր քաղաքացիների հետ կապված, տեղափոխելու հետ կապված նմանատիպ հարցերով մշտական կապի մեջ է մեր դիվանագիտական կորպուսը ու այս առումով աշխատանքներ տարվում են, իսկ բուն ձեր նշած հարցի հետ կապված բնականաբար բոլոր հնարավոր սցենարները քննարկվում են եւ Հայաստանի Հանրապետությունը հնարավոր բոլոր ջանքերը գործադրում է ամեն ինչի հնարավորինս պատրաստ լինելու համար։ Պարոն Ալեքսյան, չգիտեմ պատասխանել եք թե չէ, պաշտոնապես ցավակցություն, հարձակման դատապարտում, ինչու չի անում Հայաստանի իշխանությունը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ խորհրդարանական մեծամասնությունը բնականաբար խիստ մտահոգված է տեղի ունեցողով եւ բնականաբար ցանկանում է որպեսզի աշխարհում տիրի խաղաղություն, մնացածի մասով արդեն անպատասխան բաները կլինեն, բայց կներեք էլի հատկապես ընդդիմադիր մեդիայից նման հարցեր լսելը մի քիչ չգիտեմ ինչ չեն դատապարտում, ինչ չեն բանում, սրանից մի տարի առաջ էր, եթե չեմ սխալվում, որ Ռոբերտ Քոչարյանը բան էր անում, որ Ռոբերտ Քոչարյանը պնդում էր, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է Իրանի հետ ինչ կապի, ռազմական դաշինք կապի որպես այդպիսին, այս հարցը ոնց հասկացա, մի տարի առաջ մոտավորապես տալիս էին, ասում էին, խի Հայաստանը Իրանի հետ ռազմական դաշինք չի կապում, հիմա այդ հարցը վերաձևափոխվել է, թե ինչի Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի ցավակցում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը բոլոր շատ մեծ, իրոք չեք հասկանում, ինչ կապ ունի։ Իրոք չեք հասկանում, ինչ կապ ունի։ Ժողովուրդ ջան, բայց կներեք, Հայաստանի, այսինքն ամբողջ աշխարհը տենց պատկերացրեք, էլի ամերիկյան ավիակիրները ծովում կանգնած սպասում են Հայաստանի Հանրապետության իշխանությունը հենց դատապարտի, Հայաստանի Հանրապետության իշխանությունը հենց մի բան ասի, միանգամից պատտվելու են հետ։ Մեր բարեկամ հարևան երկիրն է եւ Ժողովուրդ ջան, բոլոր երկրներն են մեր բարեկամ ու հարևան երկիր, որը չէ։ Միացյալ Էմիրությունները տարածաշրջանը, սահմանակից չեն տարածաշրջանային առումով Ժողովուրդ ջան, ձեր հարցը հասկանում եմ, որ հստակ է։ Ես ասում եմ, ձեր լրատվականի քաղաքական առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, սրանից մի տարի առաջ, դե երկուսն են, մեծ եք ասում, ոնց որ տարբեր բևեռների լրատվականն է, մեկը TV5-ն է, մեկը երկուսը։ Դե ասում եմ, ձեր ղեկավարը քաղաքական առումով, ձեր լրատվականի քաղաքական ղեկավարը, սրանից մի տարի առաջ ասում էր Հայաստանը պետք է Իրանի հետ ռազմական դաշինք կնքի որպես այդպիսին, Հայաստանում իրանական զորքեր տեղակայի, այս տեղակայի, այն տեղակայի։ Հիմա դուք որպես այդ լրատվական քաղաքականությունը, նաև այդ հայտարարությունը առաջ մղած այսպես մարդ։ Օրինակ ինչ հետևանքներ կլինեին, եթե ձեր այդ նախորդ գուժածը, այդ ձեր նախորդ ստրատեգիան Հայաստանի Հանրապետությունը իրականացրած։ Ես ձեզ ընդհանրապես հարց եմ տալիս։ Դե ես ընդհանրապես պատասխանում եմ։ Չի Ես էլ ասում եմ, Հայաստանի Հանրապետության իշխանությունը սպաղված է Հայաստանի Հանրապետության գործերով, Հայաստանի Հանրապետության իշխանությունը խիստ մտահոգված է տարածաշրջանում տեղի ունեցողով, բայց խնդրում եմ, հարգելի գործընկերներ, մի փորձեք ամբողջ աշխարհում տեղի ունեցողը այնպես ներկայացնել, որ կախված է Հայաստանի Հանրապետության իշխանության հայտարարություններից կամ չի։ Վերաբերվում են պաշտպանական խնդիրներին, թե կազմակերպական ավելի շատ։ Փառք Աստծո կազմակերպական, որովհետև ինչպես տեսնում եք, ինչպես օրինակ հաճախ ընդդիմադիր մամուլը ասում է, Հայաստանում խաղաղություն է, բայց կողքերը ինչ ասես տեղի ունենում ու Հայաստանի Հանրապետության իշխանությունների հասցեին հնչող մեղադրանքը ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թափվող արյունն է եւ փառք Աստծո, այլ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կարկանդակ ուտելը։ Պարոն Ալեքսանյան, կներեք, այնուհանդերձ ինչ մտահոգություններ կան Հայաստանի շուրջ, ինչ զարգացումներ կարող են լինել մերձավոր արևելքում սկսած այս պատերազմով, ինչ սցենարների է պատրաստ Հայաստանի իշխանությունը։ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհուրդը մասնավորապես քննարկում է ամենատարբեր հնարավոր զարգացումների սցենարները, բայց եթե թույլ կտաք, սա իմ անձնական կարծիքն է որպես այդպիսին, հիմնական ռիսկերը կարող են լինել տնտեսական ու համաշխարհային տնտեսական, էլի, որպես այդպիսի նավթի գների հետ կապված, այս մեկի հետ կապված, այն մեկի հետ կապված, նաև գիտեք, որ մերձավոր արևելքի մի շարք օդանավակայաններ ուղղակի կանգնած են, ունենք Հայաստանի քաղաքացիներ, որ այդ երկրներում են, այս բան չեն կարողանում դուրս գալ, այդ ուղղությամբ աշխատանք տարվում։ Անվտանգային առումով Հայաստանում խաղաղություն է, ինչպես տեսնում եք, եւ պետք է փառք տալ Աստծուն դրա համար, որ Հայաստանում իհարկե շատ լավ հարցը անվտանգության մասն էր, ոչ թե տնտեսական անվտանգային տեսանկյունից փառք Աստծո Հայաստանում խաղաղությունը եւ ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գնահատում են այդ խաղաղությունը։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները աննախադեպ դեպք է էլի, միջևես մեր մոտ էր պատերազմ ու զոհեր մշտապես լինում, զոհեր պատերազմ ամբողջ աշխարհում խաղաղություն էր, հիմա առաջին անգամն է, որ հակառակ պրոցեսն է տեղի ունենում, տենց ամենուր լարվածություն, ռումբեր, պայթյուններ, մահեր, զոհեր, իսկ Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն է ու նորից եմ ասում, Հայաստանի քաղաքական դաշտը քննարկում է, թե Հայաստանի Հանրապետության իշխանությունը կարկանդակ է ուտում այդ օրը, թե եգիպտացորեն։